Հոգիները կուսանեն, լոկ ճախրանք ու թրիչք, մինչ մանիները մահվան, տենդը կսորվի, արարածները ամեն, մորոյալ են միշտ, բայց արարիչը կհսկե, աշխարի ամեն վիտ, արյունները կհոսի, ու ժամանակն անուշ է, մատաղած ու կարները, սպանված են պաղվածքեր, բայց սուրբերուն աչքերը, միշտ պատկերը կհուշեն, մեզի դեր հարորեն, արարիչը կհսկեն, ու մարած են մոմերը, աղոտքները լրած են, լուր են շուրթերը, լուր են հոգի գուվանքեր, ձգտված են ողբերը, երկինքն ալե անձեն, բայց լրության մեջ դարձյալ արարիչը կհսկեն, արյունները կհոսի, ու ժամանակն անուշ է, մատաղած ու կարները սպանված են, սուրբերուն աչքերը, միշտ պատկերը կհուշեն, թե մեզի դեր հարորեն, արարիչը կհսկե, ու թեև մարմինը մահվան տենդը կսորվի, բայց և հոգին կուսանե, ճախրանքներ ու թրիչ, հոգիները կուսանեն, լոկ ճախրանք ու թրիչ, մինչ մանիները մահվան, տենդը կսորվի, Ես որպես հայ քրիստոնյա ազգ, որ այսօր իմ ժողովուրդը իրենց պայքարով, իրենց մասնակցությամբ արդեն 44 մեծ հզոր պետություններից առավել ընդունել են ցեղասպանությունը, որ դա միայն հարկավոր է հարգել գնահատել, դա աշխատանքն է մեր ամբողջ հայ ազգի, դրսի ազդեցիկ մեր հայերի, մենք չենք կարող մեր անցյալը մոռանանք, ուրեմն եթե մոռանանք, ուրեմն ապագա չենք կարող ունենալ։ Ես ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Սովետաշրջանում կառուցել են եկեղեցի, այնպես որևէ մի հայ իրավունք չունի ոչ ուրանալու, ոչ մոռանալու։ Ես ուրիշ հարցեր այսօր չպատասխանեմ, ինձ կներեք։ Դուք ասել եք երբևէ չեք մտածի, որ կվախենան իշխանությունները Արարատին նայել։ Ասել եմ, կարող է հրաժարվում, ասել եմ, որ այսօր ոչ մեկը չէր կարող պատկերացնել, որ իշխանության ներկայացուցիչ չի կարող Հրիշչյանի նայի Մասիս Սարին, չի կարող ցեղասպանությունից խոսել, չի կարող Արցախից խոսել, որ այսօր տաճարը Ստեփանակերտում քանդում են, դա մենք չենք պատկերացրել, անհնար եղել այդ մասին մտածել։ Պարոն Ծառուկյան, եթե գաք Փախի են անել, պարոն Ծառուկյան։
Խորոված փարթի են անելու Արգելի սիրելի լրագրողներ ջան, գիտեք Սարուկյանը հարցերից չի խուսափում, ինչ որ պատկերացնում եմ, ինչ որ մտածում եմ, այսօրվա օրը թողեք հանգիստ, այսօր եկել ենք գործել հարգանքի տուրք մատուցելու, տեսնում ես ամբողջ ժողովուրդը այստեղ իրենց երեխաների թորների հետ, ամբողջ աշխարհը սգում է, հիշում է, մենք պետք է միասնական լինենք այդ ստեղծած արածը, որ եթե այսօր 42-ից ավել խոշոր պետությունները ընդունել են, օրենքներ են ընդունել, քրեական են դարձել, ովքեր որ հակառակ ասեն։ Նույնը մենք պետք է անենք եւ պետք է ոնց որ Գերմանիան ընդունեց հրյաների ցեղասպանությունը, նույնն էլ Թուրքիան պետք է ընդունի։ Նորեն ժամանակ կարող ենք մնացած մասին խոսել։ Վարչապետի տեխնացուների թիվը ավելացավ, պարոն Ծառուկյան։ Չէ, դեր է դա։ 4-ն է։ Բայց չեք ասի ովքեր են։ Բայց մեկը ասելու ենք, դուք եք համաձայնություն տալու, իմ թիմակիցներն էլ լինելու է ապագայի վարչապետ, որից մեր ժողովուրդը այս վիճակից դուրս գա, ձեր ցավը տանեմ, գնացեք շփվեք, ցանկացած որտեղ կլինի, վարչական շրջան կլինի գյուղեր, մարդկանց վիճակը ծանր է, մտքերի մեջ, պատի տակ նստած, ջղայնացած, թե ոնց պետք է վարկը փակի, եւ պետք է խնդիրը կա։ Մենք ազգովի պետք է մտածենք դա անենք։ Կապ չունի Ծառուկյաննա որ կուսակցություն, այլ ազգովի, երբ որ եղանք միասնական, ընդհանուր կարողացանք համախմբել, գնատել, ով այդ փորձը ունի, այդ ցանկություն ունի, կապերն ունի, պետք է խնդրենք կանգնենք կողքը, մենք այս վիճակից դուրս գանք։ Այսօր անձնական որ Ռոբերտ Քոչարյանին չեք ընտրի վարչապետ, եթե օրինակ մեր ապուշուր չամախմբում լինի։ Բայց ես նորից եմ ասել եւ Ռոբերտ Քոչարյանն էլ ասել, ով առաջինը կլինի այդքան շատ ձեն կտանի, նա էլ կորոշի։ Պատրաստ եք ընտրել ամենաշատ քվեստացող ընդդիմադիր Ես ասեցի հիների հետ գործ չունեմ, գործողների հետ գործ չունեմ։ Բայց ամենաշատ քվե հավաքած դաշնակ։ Ինչ։ Ձեզ ասում են մի հին, այսինքն նախկին էլ դուք եք։ Բայց նախկին էլ ես որն եմ ասում մի հատ։ Եպեք ինձ հնարավորություն տվե։ Ամբողջ կյանքը պայքարել եմ, որ կարողանամ այդ ծրագիրը իրականացնեմ, իմ կապերն օգտագործեմ, ժողովրդի մատից փուշ անենք, մեր երկիրը ծաղկացնենք, զարգացնենք։ Հասարակ մի բան, այսօր Հայաստանը ունես մի հատ ոլորտ սպորտ, այն էլ որ Ծառուկյանը հիմքը դրել է, գումարներ դրել է, զարգացել է 25 տարի, որ այսօր եւ թիմային եւ աշխարհում բացի ոսկե մեդալից ուրիշ բան չի գալի։ Շնորհակալ դուք դառնաք ապագայի վարչապետը։ Ես իմ ժողովրդին ինչ խոսք եմ տվել։ Իմ կյանքում չի եղել մի բան ասեմ, չանեմ 10 անգամ շատ։ Նույնն էլ ինչ որ խոստացել եմ, ժողովուրդ եթե հավատա, ընդունի, կանգնի, ուրեմն մի 10 անգամ ավել անելու ենք, զարգացնելու ենք, ծաղկացնելու ենք, ցանկություն ունենք, հնարավորություն էլ կապել ունենք, թիմել ունենք, լավ մարդիկ ունենք, ձեր ցավը տանեմ, շնորհակալ եմ։